Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ես Արմեն Սաքապետյանն եմ, մասնագիտությամբ իրավաբան, ներկայումս գործարար։ Առաջին անգամ եմ որոշել հանրության հետ խոսել այս ձևաչափով, որովհետև խնդիրը, որին բախվել եմ, դուրս է եկել արդեն անձնական տիրույթից։ Խոսքը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսքի դեպքի մասին է։ Որոշեցի խոսել բաց, որովհետև այն, ինչ տեղի է ունենում իմ և իմ ընտանիքի նկատմամբ, վաղը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր քաղաքացու կամ գործարարի հետ, որը ապրում կամ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում։ 2024 թվականին բացահայտել եմ, որ դեռևս 2021 թվականին իմ, կնոջս, եղբորս, հորեղբորս որդու բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ապօրինի եղանակով հայտնվել են ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ, ինչն էլ իր հերթին հիմք է հանդիսացել մեկ այլ ապօրինի գործընթաց սկսելու համար։ Խնդրի վերաբերյալ դիմել եմ Հայաստանում գործող բոլոր բանկերին, սակայն վերջիններս հերքել են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների արտահոսք թույլ տալու փաստը։ Այստեղ հարց է առաջանում, եթե տեղի չի ունեցել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների որևէ արտահոսք, ապա ինչպես է մեր ընտանիքի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ամբողջությամբ հայտնվել ոստիկանության աշխատակցի տրամադրության ներքո։ Բոլորին է հայտնի, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել բացառապես դատարանի որոշմամբ, այն էլ այն դեպքերում, երբ առկա է քրեական գործ և անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, մինչդեռ իմ կամ մեր ընտանիքի որևէ անդամի նկատմամբ հարուցված չի եղել որևէ քրեական գործ և առկա չէ որևէ քրեական հետապնդում։ Հաշվի առնելով իմ մասնագիտական փորձը, շատ լավ տիրապետում եմ, թե ինչպես պետք է կազմակերպված լինեն նշված գործընթացները, եթե այն իրականացվում է օրենքի և օրինականության տրամաբանության մեջ։ Նշվածի կապակցությամբ ես հաղորդում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում գործող իրավապահ մարմիններին, սակայն վերջիններս մերժել են քրեական վարույթի նախաձեռնումը։ Ներկայումս այն բողոքարկել եմ դատարան, որի մասին ավելի մանրամասն կանդրադառնամ առաջիկայում։ Նախատեսվում եմ այս ողջ գործընթացը իրականացնել բաց և հրապարակային, քանի որ տեղի ունեցող ապօրինությունների դեմ կարող եմ պայքարել միայն այս եղանակով։ Եվ եթե այսօր կարելի է շրջանցել օրենքը, խախտել բանկային գաղտնիքն ու անորոշ ժամանակով կատվածահար անել ընթացիկ և պլանավորված բազմաթիվ բիզնես նախաձեռնություններ, ապօրինությունների շղթայի ազդեցությամբ վարկաբեկել մարդու գործարար համբավը, ուրեմն վաղը դա կարող է պատահել յուրաքանչյուր գործարարի, ներդնողի և քաղաքացու հետ։ Հարգելի քաղաքացիներ, առանց բանկային գաղտնիքի երաշխիքի անհնար է խոսել երկրում ներդրումային միջավայրի և արդարադատության մասին։ Առայժմ այսքանը, մնացածի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ։ Շնորհակալություն։